Լավ է, որ խոսացել եք։ Հիմա էլ եք խոսում։ Վերադառնալով քննարկվող նախագծին, ուրեմն պարոն Թունյան, դուք բնականաբար նաև ձեր կարծիքով տնտեսագիտության ռավիրան եք, մեր օրերի Քեյնսն եք, Սամուելսոնը կամ արդեն ժամանակակից տնտեսագիտության հիմնադիրներից մեկը եւ բնական է, որ իմ առաջարկը պարզ ձեր դուրը չի գալիս եւ դուք արդեն որակումներ եք տալիս, թերևս այն պիտի առաջարկենք, ինչպես օրինակ կոմունիստների ժամանակ էր, այն առաջարկենք, ինչը ձեր սրտով է, որ ծափերով ողջունեք, բայց դե մի տես չի լինի, բնական է, որ առաջարկները, որոնք որ խնդիրներ են լուծում, իրականում ձեր համար ընդունելի չեն եւ այդ առաջարկը դեռ չքննարկած գալիս եք այստեղից որակումներ եք տալիս, լավ նախապայման չի համատեղ եւ արդյունավետ աշխատելու։ Իսկ հիմա իմ առաջարկի վերաբերյալ պարզ բան եմ ասում, սիրելի հայրենակիցներ, ասում եմ համակարգը խնդրահարույց է, դրա համար դուք այդ համակարգի ժամկետները, վերջնաժամկետները հայտարարագիր ներկայացնելու 3 ամիս առաջ հայտարարել եք, որ մի 6 ամսով հետաձգելու եք։ Այս ընթացքում այդ լուծումները չեք բերել, չնայած քրտնաջան աշխատանքի սովոր սիրահար մարդիկ եք։ Չեք բերել, ասում եմ մարդկանց պարտավորությունը կասեցրեք, մինչև այդ լուծումները կբերեք։ Օրինակ, թոշակառուներ, որոնք ստանում են միայն կենսաթոշակ, այլ եկամուտ չունեն։ Հիմա այս բարդ համակարգից ասում եք պիտի պարզեցնենք նոր ընթացակարգով։ Կամ ասենք օրինակ գործազուրկ մարդիկ, ովքեր բացարձակ եկամուտ չունեն։ Իդեպ 10-12% է գործազուրկության մակարդակը, բազմահազար այդպիսի մարդիկ կան։ Եվ այլ կատեգորիաներ, որոնց համար դուք պիտի փոփոխություն անեք եւ հրավիրում եք, որ այսպես փոխադարձ համագործակցաբար այդ փոփոխություններն անենք։ Չեք արել, պետությունը իր պարտավորությունը չի կատարել, այդ խնդիրները չի լուծել։ Այդ պարտավորությունը կասեցրեք մարդկանց համար, քաղաքացիների համար, մինչև այդ լուծումները կբերեք, նոր այդ պարտավորությունները վրա կհասնի։ Ինչ կա ստեղ նյարդայնանալու, պարոն Թունյան։